2014 թվականից Դավիթ Ոսկանյանը քննիչական համակարգում է։ Մասնագիտական ուղին սկսել է Արագածոտնի մարզի քննիչական բաժնում որպես քննիչ, իսկ այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության քննիչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության, հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալի ավագ քննիչի պաշտոնը։ Տարիների ընթացքում անցնելով մասնագիտական առաջընթացի ճանապարհը նա արժանացել է մի շարք խրախուսանքների։ 2023 թվականին քննիչական կոմիտեի նախագահի հրամանով նրան շնորհվել է Արդարադատության 2-րդ դասի խորհրդականի արտահերթ կոչում, իսկ ծառայության ընթացքում պարգևատրվել է ամբասիր ծառայության համար 3-րդ և 4-րդ աստիճանների մեդալներով, ինչպես նաև լավագույն քննիչ կրծքանշանով։ Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում աշխատելը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Այստեղ քննվում են առանձնահատուկ կարևորություն ունեցող քրեական վարույթներ, իսկ յուրաքանչյուր որոշում պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն և զգոնություն։ Գլխավոր վարչությունը բաղկացած է 2 ստորաբաժանումից՝ կազմակերպական վերլուծական և քրեագիտական վարչությունից, ինչպես նաև հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունից։ Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը իր մեջ ներառում է 2 ստորաբաժանումներ, վարչություններ, մասնավորապես կազմակերպական վերլուծական և քրեագիտական վարչություն և հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունը։ Երկու վարչությունները տարաբնույթ գործառույթներ են իրականացնում, մասնավորապես կազմակերպական վերլուծական և քրեագիտական վարչությունն իրականացնում է քննիչների գիտելիքների կատարելագործման բարձրացման նպատակով մեթոդական ուղեցույցների ձեռնարկների մշակում, տրամադրում, կատարված հանցագործությունների նպաստող պատճառների պայմանների պարզման նպատակով ուսումնասիրություններ, ամփոփումներ է իրականացնում, ինչպես նաև նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով քննչական կոմիտեի նախագահի հրամանների հանձնարարականների մշակման նպատակով իրականացնում է կատարված հանցագործությունների ուսումնասիրություն, վերլուծություն և ամփոփում, իրականացնում է վիճակագրություն, վիճակագրության հետ կապված բազում փաստաթղթերի կազմում և տարաբնույթ այլ գործառույթներ։ Իսկ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունը իրականացնում է նախաքննություն, կարևորություն ներկայացնող քրեական վարույթներով և իրենցից որոշակի բարդություն, առանձնահատկություններով աչքի ընկնող քրեական վարույթներով քննություն։ Որ չափանիշներով են որոշ քրեական վարույթներ հանձնվում հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությանը, ինչ առանձնահատկություններ ունեն այդ գործերը և որոնք են այն հիմնական հանցատեսակները, որոնց քննությամբ զբաղվում է վարչությունը։ Քննչական կոմիտեի նախագահի բացառապես հանձնարարականի հիման վրա է հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունն իրականացնում նախաքննություն, տրվում են կարևորություն ներկայացնող քրեական վարույթներ և այնպիսի քրեական վարույթներ, որոնք իրենց բնույթով որոշակի բարդություն և առանձնահատկություններ են ներկայացնում։ Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունն իրականացնում է տարատեսակ հանցատեսակների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննություն, այսինքն ճյուղային առանձնացում չունի, տարաբնույթ, մասնավորապես տնտեսական, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, կոռուպցիոն բնույթի և տարաբնույթ։ Քննիչի խոսքով իրավապահ տարբեր մարմինների հետ համագործակցությունը կարևոր նախապայման է արդյունավետ քննություն իրականացնելու համար և նպաստում է ավելի արագ ու դրական արդյունքների հասնելուն։ Յուրաքանչյուր քրեական վարույթ իր դժվարություններն ունի, իր առանձնահատկությունները ունի, սակայն քննիչը լինելով պրոֆեսիոնալ, բանիմաց և գիտակից, ցանկացած քրեական վարույթով անկախ ինչ մարտահրավերների կբախվի քննության ընթացքում կհաղթահարի ելնելով այդ իր պրոֆեսիոնալիզմից։ Նախաքննական մարմինը հանցագործությունների բացահայտման, կանխման և նախականխման նպատակով համագործակցում է իրավապահ տարբեր կառույցների հետ և այդ համագործակցությունը միայն դրական արդյունք է արտացոլում։ Քաջ տեղյակ ենք, որ իրավապահ մարմինների նպատակներից մեկը նաև հանցագործությունների կանխում, բացահայտում և կանխելն է, և այս տիրույթում քննչական կոմիտեն նախաքննություն իրականացնելով համագործակցելով տարբեր իրավապահ մարմինների հետ միտված է գործողությունները միայն հանցագործությունների կանխմանը, իսկ տեղի ունեցած հանցագործությունների մասով արդեն բացահայտմանը։ Քննչական կոմիտեն քննում է տարբեր բազմաթիվ քրեական վարույթներ, այդ թվում նաև հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներ և հասարակական հնչեղության քրեական վարույթներով հարկ եմ համարում նշել, որ այստեղ պետք է հաշվի առնել նաև մասնավոր և հանրային շահերի այդ հավասարակշռված պաշտպանվածությունը և
հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթ իրականացնող մարմինը պետք է ել ավելի ջանասիրություն դրսևորի եւ հնարավորինս սեմ ժամկետում նախաքննությունը ավարտի, որպեսզի հասարակությունն իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը հնարավորինս ստանա սեմ ժամկետներում։ Իմ աշխատանքային պրակտիկայում չի եղել դեպք, որ հանրային ճնշումը ազդի քննության որակի կամ քննության վրա, իսկ ինչ վերաբերում է ապատեղեկատվության մասով նշեմ, եթե դա դառնում է քննության առարկա, ապա բնականաբար քննության ծավալը կարող է նաև մեծանալ ձեր տեղեկատվությունը ամբողջությամբ հերքելու կամ հաստատելու նպատակով։ Դավիթն ընդգծում է, որ քննիչի աշխատանքը ոչ միայն բարդ եւ պատասխանատու է, այլև պահանջում է բարձր հոգեբանական կայունություն։ Նրա խոսքով քննիչը պետք է կարողանա սթափ գնահատել յուրաքանչյուր իրավիճակ եւ ճիշտ որոշումներ կայացնել նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Առհասարակ քննիչի աշխատանքը դա բարդ ու ծավալուն գործ է եւ քննիչը օրվա մեծ մասը երբեմն նաեւ օրեր անցկացնում է իր աշխատավայրում, գտնվում է աշխատանքի մեջ եւ քննիչի առօրյան դա շփումն է մարդկային դժբախտությունների եւ հանցագործությունների հետ եւ այս պայմաններում պետք է քննիչը ունենա բարձր հոգեբանական կայունություն, որպեսզի կարողանա այդ հուզական էմոցիաներին չտրվել եւ մասնագիտական սառնասրտություն դրսևորել։ Իմ կարծիքով քննիչի ամենակարևոր հատկանիշը դա պատասխանատվության բարձր զգացումն է, կատարելագործվելն է, պատրաստված լինելը եւ անկողմնակալ մոտեցում դրսևորելն է։ Նախաքննություն իրականացնելով քննիչը հասարակության մեջ հանդես է գալիս որպես օրենսդրության երաշխավոր եւ այդ երաշխիքը կարող է դրսևորվել իմ պատկերացմամբ եւ իմ կարծիքով միայն օբյեկտիվ եւ անաչառ նախաքննություն իրականացնելով, որակյալ քննություն իրականացնելով, քննչական կոմիտեն բարձր է գնահատում հասարակության կարծիքը եւ դրական այդ պատկերացումներն ու մոտեցումը քննիչի կողմից կատարած գործողությունների նկատմամբ։ Գիտենք, որ գոյություն ունի նախաքննական գաղտնիք եւ այդ նախաքննական գաղտնիքով պայմանավորված անձը այդ փուլում հնարավորություն չի ունենում ամբողջությամբ տիրապետել իրեն հետաքրքրող տեղեկություններին եւ քննչական կոմիտեն հրապարակում է այն տեղեկությունները, որոնք որ տվյալ պահին հնարավոր է տրամադրել հասարակությանը եւ այս պայմաններում, երբ որ անձը որևէ անձի, ասենք, ազդեցություն պայմանավորված թյուր կարծիք է կազմում քննիչի, այդ քննիչի կողմից կատարած աշխատանքի նկատմամբ, հետագայում, այսինքն այն փուլում, երբ որ արդեն հնարավորություն ունենում այդ գործի բովանդակային առումով իրեն հետաքրքրության մասով տիրապետել, բնականաբար իմ կարծիքով նաև վստահաբար կարող եմ ասել, որ անձը կտիրապետի այն իրեն հուզող հարցերի պատասխաններին, որոնք մինչև այդ չէին փարատվել։ Դավիթը նշում է, որ յուրաքանչյուր քրեական վարույթի քննության ընթացքում իր գլխավոր սկզբունքը անաչառությունն ու օբյեկտիվությունն են։ Նա վստահ է, որ միայն այդ կերպ հնարավոր է ապահովել լիարժեք, բազմակողմանի եւ արդար քննություն։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ունեցել եմ բազմաթիվ քրեական վարույթներ, որոնք բնականաբար եւ դժվար են եղել եւ իրենցից որոշակի ծավալ են ներկայացրել, սակայն ունեմ ներկայումս եւս քննվող քրեական վարույթներ, որոնցից կցանկանամ ներկայացնել իհարկե նախաքննական գաղտնիքը պահպանելով որոշակի տվյալներ հրապարակելով դեպքի հանգամանքների մասով նախաձեռնված քրեական վարույթի մասին տեղեկություն։ Խոսքը վերաբերելի է մի խումբ անձանց կողմից բազմաթիվ տարբեր մակնիշների տրանսպորտային միջոցների նույնականացման համարները, այլ կերպ ասած վին-կոդերը կեղծելու եւ դրանք տարբեր, այսպես ասած, բարեխիղճ գնորդներին վաճառելու, այդ կերպ պետությանը առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթին գործել է հետևել անցավոր սխեման։ 2018-20 թվականներ նկար ժամանակահատվածում օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից գնել եւ տվյալ պետություն են տեղափոխել տարբեր մակնիշի տրանսպորտային միջոցներ։ Դրանից հետո արդեն հիմնականում 2024-25 թվականներ նկար ժամանակահատվածում քրեական վարույթով պարզված մի խումբ անձինք իրենց մոտ ինչ-ինչ հանգամանքներում ունենում են տվյալ օտարերկրյա այն քաղաքացիների կենսագրական տվյալները եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, որոնք որ, ինչպես նշեցի, 18-ից 20 թվականներ նկար ժամանակահատվածում գնել եւ տեղափոխել են իրենց պետություն։ Տեղեկատվության տիրապետելուց հետո կազմում են կեղծ լիազորագրեր իբրև տվյալ պետության քաղաքացու կողմից տրված, որպեսզի իրականացնեն գործարքներ։ Այդ լիազորագրերը, որոնք թարգմանվում են թարգմանչի կողմից, երբեմն նաև ավերացվում են նոտարի կողմից, ներկայացվում են տարբեր հաշվառման քննական ստորաբաժանումներ եւ այս ստորաբաժանումներում ներկայացնում են դիմումներ, իբրև կորցրել են տվյալ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները եւ հաշվառման վկայագրերը։ Կորուսյան դիմումների հիման վրա ձեռք են բերում
նոր համարանիշներ եւ հաշվառման վկայագրեր, ըստ էության արդեն ամբողջությամբ տիրապետելով այդ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններին, հաշվառման վկայագրերում նշված են լինում նաեւ նույնականացման համարները։ Տվյալ տեղեկատվությունները ձեռք բերելուց հետո արդեն արտերկրից կազմակերպում են նմանատիպ նույնական տրանսպորտային միջոցների գնումներ, որոնք 2018-20 թվականների նկատի ժամանակահատվածում օտարերկրացիները գնել են Հայաստանից եւ տեղափոխել են իրենց պետություն։ Արտերկրից գնելուց հետո մինչեւ Հայաստանի Հանրապետություն ներմուծելը իրականացնում են տվյալ տրանսպորտային միջոցների նույնականացման համարների կեղծում, փակցնում են փաստացի իրենց մոտ արդեն իսկ առկա այն տրանսպորտային միջոցների վերաբերյալ նույնականացման համարները, որոնք որ պատկանում են օտարերկրյա պետություններին եւ առանց մաքսազերծման տեղափոխում են Հայաստանի Հանրապետություն եւ վաճառում են Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներին։ Տվյալ տրանսպորտային միջոցները չմաքսազերծելու արդյունքում պետությանը պատճառում են շուրջ 2 միլիարդ դրամի վնաս։ Տվյալ փուլում նախաքննությունը դեռևս շարունակվում է, բազմաթիվ հանգամանքներ կան պարզելու եւ կատարում է մեծածավալ քննչական վարույթային գործողություններ։ Ցանկանայի նշել, որ իրականության մեջ գոյություն ունի երկու տրանսպորտային միջոց, այսինքն մեկը օտարերկրյա պետությունում շարունակում է գործել իրական տվյալներով եւ մեկը կեղծված շահագործում է Հայաստանի Հանրապետությունում։ Քրեական վարույթով արդեն իսկ ունենք ներգրաված մեղադիաներ, շուրջ 10 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել եւ նրանց նկատմամբ ընտրվել են խափանոմիջոցներ, այդ թվում նաեւ որպես խափանոմիջոց կիրառվել է նաեւ կալանքը։